Ծաղկունյաց, Գեղամա եւ Փամբակի լեռնաշղթաների գրկում եւ նրանց լանջերին սփռված է հարուստ պատմություն ունեցող այս քաղաքը։ Հրազդանն է, Կոտայքի մարզկենտրոնը, որը Երևանից ընդամենը 45 կիլոմետր հեռավորության վրա մեզ դիմավորում է իր անկրկնելի բնապատկերով եւ զարգացող քաղաքային լանդշաֆտով։ Քաղաքի սիրտը զարկում է երկու գետերի ռիթմով։ Հրազդան եւ Մարմարիկ գետերն այստեղ են միանում։ Պատմական աղբյուրների համաձայն Հրազդանի տարածքը մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառի մեջ։ Դարերի ընթացքում այն եղել է հայոց ամենահզոր արքայատոհմերի եւ իշխանական տների ենթակայության տակ, սկսած Աշակունիներից, ապա Ամատունիների, Բագրատունիների, Պահլավունիների եւ Զաքարյանների։ Հրազդան համայնքի ներկայիս տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից, որ տեսք է ստացել որպես քաղաքային համայնք, մեզանից 65 տարի առաջ է եղել։ 1959 թվականի Խորհրդային Հայաստանի Մինիստրների Սովետի նախագահության հրամանագրով Ախտա քաղաքատիպ ավանը վերանվանվել է Հրազդան եւ դարձել շրջանային ենթակայության քաղաք։ Այսինքն մեր քաղաքի անվանակոչության եւ որպես քաղաքային համայնք ձևավորման, կազմավորման տարեթիվ մենք վերցնում ենք 1959 թվական եւ 2024 թվականին անցյալ տարի մեծ շուքով տոնեցինք քաղաքի անվանակոչության եւ կազմավորման 65-ամյակը։ Քաղաքի հին բնակիչները եկել են Պարսկահայքի Խոյից, Մակուից, Սալմաստից եւ Արևմտյան Հայաստանի Բայազետից, Վանից, Մուշից ու Սասունից։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո 1921 թվականի հուլիսի 20-ին ստեղծվում է Երևանի գավառը, որի գավառակներից մեկը Ախտան էր։ 1950 թվականին քաղաքի կենտրոնական հատվածում կառուցվում է Սևան Հրազդան կասկադի ջրամբարը, որը ողջ տարածաշրջանի էներգետիկ համակարգի կարևորագույն օղակներից մեկն է։ Հենց այդ ժամանակվանից սկսվում է Հրազդանի արդյունաբերական վերելքը, որը խորհրդային տարիներին քաղաքը դարձնում է արդյունաբերական խոշորագույն կենտրոններից մեկը։ Աստիճանաբար քաղաքի շրջագծի մեջ ներառվում են Վանատուրը, վերին եւ ներքին Աղբյուրակը, Մաքրավանը, ներքին Ախտան եւ Կաքավաձորը։ 7 առանձին գյուղթաղամասերի միավորման հիման վրա 1967 թվականին Հրազդանը դառնում է հանրապետական ենթակայության քաղաք։ Մեր քաղաքը յուրահատուկ քաղաք է, որովհետև այստեղ միախառնված են գյուղական միջավայրը, քաղաքային միջավայր, գյուղական կոլորիտը եւ քաղաքի ձգվածությունը 2021 թվականի խոշորացումից հետո, երբ որ համայնքի շրջագծի մեջ ներառվեցին նաեւ 4 գյուղական բնակավայր, դարձավ արդեն մոտ 30 կիլոմետր։ Եվ այսօր քաղաքը շուրջ 70,000 բնակիչ ունի։ Այսօր Հրազդանը ոչ միայն արդյունաբերական, այլև կրթական եւ մշակութային կարևոր կենտրոն է։ Համայնքում գործում են նախադպրոցական հաստատություններ, արտադպրոցական կրթական կենտրոններ, բուհ, քոլեջ, ուսումնարան, 17 դպրոց։ Մշակութային կյանքն աշխույժ է՝ դրամատիկական թատրոն, պատկերասրահ, 2 թանգարան, 10 գրադարան։ Քաղաքը պարտանում է նաեւ իր սպորտային կյանքով՝ մանկապատանեկան մարզադպրոցներ, լողավազաններ, մարզական ակումբներ։ Մենք ունենք մեկ մասնավոր բուհ, Հրազդանի հումանիտար ինստիտուտը, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության ենթակայության մեկ քոլեջ, Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջը, միջին մասնագիտական ուսումնական հաստատություն եւ նախնական արհեստագործական ուսումնական հաստատություն Հրազդանի պետական արհեստագործական ուսումնարանը։ Բացի այդ ունենք 3 ավագ դպրոց, 4 միջնակարգ դպրոց եւ 9 հիմնական դպրոց, 16 հանրակրթական դպրոցներ ունենք, արմատ լաբորատորիաներ ունենք, ռոբոտաշինություն ունենք, մասնավոր խմբակներ ունենք, համայնքային ենթակայության ուսումնական, արտադպրոցական ուսումնական հաստատություններում ունենք նման խմբակներ։ Հրազդանի համայնքապետարանի ենթակայությամբ գործում է 2 արվեստի դպրոց, 2 երաժշտական դպրոց, 1 մանկապատանեկան մարզադպրոց, երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոն, 15 նախադպրոցական ուսումնական հաստատություն եւ ունենք 10 համայնքային գրադարան։ Հրազդանը գտնվում է զբոսաշրջային կարևոր հանգույցի վրա՝ Սևան, Ծաղկաձոր, Հանքավան խաչմերուկում, ինչը քաղաքին տալիս է զբոսաշրջության զարգացման նոր հնարավորություններ, համադրելով պատմական հարուստ ժառանգությունը, բնական գեղեցիկ միջավայրը եւ զարգացող ենթակառուցվածքները։ Քաղաքը իր ուրույն տեղն է ունեցել հանրապետության կյանքի բոլոր բնակավարներում իր զարգացվածության աստիճանով
4-րդ քաղաքն է եղել, արդյունաբերական խոշոր քաղաք է եղել խորհրդային տարիներին եւ տարածքով եւ բնակչությամբ, եւ այսօր էլ մենք չենք զիջում։ Հրազդանի քաղաքաշինական զարգացման գործում մեծ դեր են ունեցել հայ մեծանուն ճարտարապետները։ Քաղաքի առաջին գլխավոր հատակագիծը մշակվել է 1927-1928 թվականներին Ալեքսանդր Թամանյանի կողմից, իսկ հաջորդը 1961-1963 թվականներին Մարկ Գրիգորյանի եւ Էդուարդ Ալթունյանի հեղինակությամբ։ Կրթությունը սկսվում է ընտանիքում եւ ընտանիքից հետո հաջորդ օղակը մանկապարտեզն է։ Հրազդանում մանկապարտեզներ շատ կան։ Թիվ 8 մանկապարտեզը քաղաքի 15 նախադպրոցական հաստատություններից մեկն է։ 1970 թվականից գործող այս մանկապարտեզը վերանորոգված կարգավիճակով վերաբացվել է 1 ամիս առաջ։ Այսօր այն հյուրընկալում է 105 երեխայի, ովքեր բաշխված են 6 տարբեր տարիքային խմբերում։ Մանկապարտեզի վերանորոգումը ներառել է ոչ միայն շենքի արտաքին եւ ներքին բարեկարգումը, այլև ուսումնական միջավայրի արդիականացումը։ Նոր կահույք, խաղալիքներ, ուսումնական նյութեր եւ տեխնոլոգիաներ են ներդրվել, ստեղծելով ժամանակակից եւ հարմարավետ միջավայր երեխաների ուսման ու զարգացման համար։ Հրազդանի մարզամշակութային կյանքում առանձնահատուկ տեղ ունի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը, որը գրեթե 5 տասնամյակ ծառայում է որպես երիտասարդների ստեղծարարության եւ ինքնաարտահայտման վայր։ Իր հարուստ պատմության ընթացքում կենտրոնը դարձել է բազմաթիվ երեխաների ու դեռահասների երկրորդ տունը, որտեղ նրանք հնարավորություն են ստացել բացահայտել եւ զարգացնել իրենց ստեղծագործական կարողությունները։ Այսօր կենտրոնը շարունակում է այդ ավանդույթը, հյուրընկալելով 174 սանի, ովքեր հնարավորություն ունեն մասնակցելու պարի դասերի, սովորելու դաշնամուր նվագել, զարգացնելու նկարչական հմտությունները, ուսումնասիրելու վարսավիրության արվեստը, կատարելագործվելու էստրադային երգում եւ նույնիսկ փորձելու իրենց ուժերը քանդակագործության մեջ։ Այս եւ այլ խմբակներ երեխաներին տալիս են ոչ միայն գործնական հմտություններ, այլև նշնչում են սեր դեպի արվեստն ու մշակույթը։ Հրազդանի դրամատիկական թատրոնում հերթական թատերական փորձն է ներկայացումից առաջ։ Այս բեմից հնչել են հայ դերասանական արվեստի խոշորագույն դեմքերի ձայները։ Թատրոնը հիմնադրվել է 1953 թվականին եւ այս 7 տասնամյակի ընթացքում դարձել է հայ թատերական արվեստի զարգացման կարևոր օջախներից մեկը։ Այստեղ հանդես են եկել հայ բեմի հսկաներ Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Մհեր Մկրտչյանը, Արմեն Խոստիկյանը, Կիմ Երիցյանը, Իշխան Ղարիբյանը եւ բազմաթիվ այլ տաղանդավոր դերասաններ, որոնք իրենց անջնջելի հետքն են թողել հայ թատերարվեստում։ Մեր թատրոնը 71 տարվա պատմություն ունի եւ թատերաշրջանին ներկայացումներին մասնակցում են ոչ միայն Հրազդանի տարածաշրջանից, այլ նաեւ հարևան համայնքներից, մայրաքաղաքից եկած թատերասեր հյուրերը։ Քաղաքում գործում է նաեւ մականախաղի եւ շախմատի մանկապատանեկան օլիմպիական մարզադպրոցը նախարարության ենթակայության, մականախաղը, շախմատը մեր քաղաքի բրենդն է, որովհետև խորհրդային շրջանից սկսած քաղաքի թիմերը գավաթակիր են ելել, չեմպիոն են եղել եւ հիմա էլ լավագույն ավանդույթները շարունակում են։ Քաղաքի մարզադպրոցի 50-ամյա պատմությունը լի է հաղթանակներով, մրցաշարերով եւ բազմաթիվ մարզական հաջողություններով։ Այսօր Հրազդանի մարզադպրոցը հաճախում 269 մարզիկ, որոնք մասնագիտացած են տարբեր մարզաձևերում՝ քինգ-բոքս, ձյուդո, ֆուտբոլ, թիավարություն, բռնցքամարտ եւ դահուկավազք։ Մարզիկները բաշխված են 22 տարբեր խմբերում, որոնք պատրաստում եւ ուղղորդում են 11 փորձառու, այդ թվում նաեւ վաստակավոր մարզիչներ։ Թիավարությունը այս մարզադպրոցի այցեքարտն է։ Ամռան ամիսներին մարզիկները պարապում են Ծովինարի ջրամբարում, իսկ ձմռանը մարզադպրոցում։ Այո, Հրազդանում քիչ չեն ջրային պաշարները։ Հրազդան քաղաքի գեղատեսիլ վայրերից մեկը Ծովինար արհեստական լիճն է, որը ստեղծվել է 1950-ական թվականներին։ Լիճը գտնվում է քաղաքի սրտում, կենտրոն եւ աղբյուրակ թաղամասերի միջև եւ այցելուները կարող են այն տեսնել հենց քաղաք մտնելիս։ Այս դիրքը լիճը դարձնում է քաղաքի կենտրոնական եւ կարեւորագույն հանգստյան գոտի։ Ամռան ամիսներին Ծովինար լիճը վերածվում է տեղացիների եւ զբոսաշրջիկների սիրելի հանգստավայրի։ Այստեղ է գտնվում նաեւ ջրից դուրս եկող գեղեցկուհու արձանը, որը տեղադրվել է 1985 թվականին հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 40-ամյակի առթիվ։ Արձանը ոչ միայն գեղագիտական արժեք է, այլև պատմական նշանակություն ունի, հիշեցնելով Հրազդանի բնակիչներին իրենց պատմական անցյալի եւ հերոսության մասին։ Ծովինար լիճն իր շրջապատող բնությամբ եւ գեղեցիկ արձանով դարձել է Հրազդանի այցեքարտերից մեկը, որը ներկայացնում է քաղաքի բնական գեղեցկությունը եւ մշակութային ժառանգությունը։
գրեթե կոորդինատային կենտրոն ենք Հայաստանի Հանրապետության եւ քաղաքը գտնվում է Ծաղկաձոր, Հանքավան, Սևան զարգացող զբոսաշրջային ուղիների հենց խաչմերուկում եւ դա մեզ հնարավորություն է տալիս նաեւ ստեղծել ենթակառուցվածքներ, որոնցով նաեւ տեսանելի կլինի մեր մշակութային դեմքը։ Մենք ունենք Մաքրավանք վանական համալիրը 12-րդ դարի, 7-րդ դարի մայրավանքը, Սոլակի մայրավանքը եւ շատ բացառիկ խաչքարեր, հուշարձաններ, քարավանատունը, ուրեմն 13-րդ դարի ավերակները, եւ բազմաթիվ եկեղեցիներ, եւ այդ պատմամշակութային ժառանգությունը նաեւ ճանաչելի է դարձնում մեզ ողջ հանրապետությունում։ Իհարկե նաեւ ունենք խորհրդային շրջանի ուրեմն խորհրդային մոդեռնիզմի ճարտարապետական հուշարձաններ, շենքեր, որոնք յուրահատուկ ուրեմն շուք են հաղորդում մեր քաղաքին եւ մեր այցելուները ձգտում են այստեղ։ Հրազդանի աղբյուրակ թաղամասի զբոսայգում է գտնվում Հայաստանում միակ արևային ժամացույց աշտարակը։ Այն ունի ինքնատիպ կառուցվածք։ Աշտարակաձողի գագաթին տեղադրված է գունդ։ Արևի ճառագայթներ անցնելով այդ գնդի միջով հպվում են խճանկարի մակերեսին, ստեղծելով բնական ստվեր, որը ցույց է տալիս օրվա ժամը։ Խճանկարում պատկերված են կենդանակերպի բոլոր 12 նշանները, ներկայացնելով տիեզերական շրջափուլի խորհրդանիշները։ Բացի կենդանակերպից, խճանկարի վրա նշված են նաև շաբաթվա 7 օրերը եւ տարվա բոլոր ամիսները, դարձնելով այն ժամանակի հաշվարկման ամբողջական համակարգ։ Իսկ քաղաքի կենտրոնական հրապարակի այգին միշտ մարդաշատ է։ Այստեղ են գտնվում մի շարք կարևոր կրթական, մարզական եւ պետական կառույցներ։ Մեր թիկունքում դե գիտեք վարչական շենքն է 74 թվականի կառուցված, որտեղ այժմ Կոտայքի մարզպետի աշխատակազմը եւ Հրազդանի համայնքապետարանը, նախկին շրջսովետի եւ Գործկոմի շենքերը միացյալ։ Այն անմիջապես սահմանադրության հրապարակն է եւ այս բարության պուրակը, այստեղ Խաչ Մատուռ Հրազդան հուշակոթողն է, ճարտարապետ Վաչիկ Թադևոսյանն է հեղինակը։ Իդեպ ասեմ, մեր քաղաքում ամենաշատ գործող եկեղեցիներն են, 3 գործող եկեղեցիներ եւ 4-ը Մաքրավանքի վանական համալիրը շուտով կգործի եւ գյուղական բնակավայրերում եւս 3 գործող եկեղեցի։ Արմեն Այվազյանը, որ Հրազդան քաղաքի պատմությունը գիտի իր կենսագրության պես, նշում է, որ քաղաքն ուսուցիչներին սիրում է յուրովի։ Օրինակ մեր տնից 3 մանկավարժ ունենք։ Առհասարակ մեր Հրազդանում մանկավարժի ուսուցչի նկատմամբ սերը, հարգանքը մեծ է եւ հարգանքով են վերաբերվում, որովհետեւ նաեւ այսօր մանկավարժներն էլ շատ ակտիվ են, համայնքի ավականու անդամներ են, նախկինում էլ ինչպես խորհրդային կարգերում եւս ներգրաված են ակտիվորեն հասարակական կյանքին, քաղաքի, մեր պետության տարբեր ոլորտներում, այսինքն միայն իրենց մանկավարժական գործունեությամբ չեն զբաղվում։ Քաղաքի ներկայիս ձեռքբերումներն անհնար կլինեին առանց ուսուցիչների, ովքեր կյանքի են կոչում սերունդների կրթության եւ դաստիարակության սուրբ գործը։ Կարծում եմ ուսուցիչը նաեւ այն մարդը, ով իր օրինակով սովորեցնում է, որ մարդիկ սովորեն, թե ինչպիսին պետք է լինի քաղաքացին, ներգրաված քաղաքացին եւ նաեւ իր համայնքը, իր թաղամասը սիրող քաղաքացին։ Ուսուցչի աշխատանքի եւ նրա առաքելության մասին խոսենք Հրազդանի թիվ 12 հիմնական դպրոցի քիմիայի ուսուցչուհի Անի Սարգսյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մանկավարժական համալսարանի շրջանավարտ Անի Սարգսյանը Հրազդանի թիվ 12 հիմնական դպրոցի տնօրենի տեղակալն է ուսումնական գծով եւ 16 տարի դասավանդում է քիմիա։ Դպրոցը հիմնադրվել է 1972 թվականին։ Իրականացնում է հանրակրթական ընդհանուր եւ հիմնական ծրագրեր, առկա են ռուսերենով ուսուցման դասարաններ։ Դպրոցը հիմնանորոգվել եւ շահագործման է հանձնվել 2009 թվականին։ Ներկայումս այստեղ սովորում է 734 աշակերտ, դասավանդում 47 ուսուցիչ, որոնցից կամավոր ատեստավորում է անցել 15-ը, իսկ որակավորման տարակարգ ունի 5 ուսուցիչ։ Դպրոցում գործում են մշակութային, սպորտային, ակադեմիական ուղղվածության տարբեր խմբակներ, իրականացվում են բազմաթիվ նախագծեր։ Դպրոցն անցկացնում է նաև հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենների, ուսուցիչների, մանկապարտեզների տնօրենների վերապատրաստման դասընթացներ։ Լայն համագործակցություն է ծավալում թանգարանների, հասարակական կազմակերպությունների, կրթամշակութային տարբեր կառույցների հետ, իրականացնում սովորողների, մանկավարժների կրթական եւ անձնային աճին ուղղված միջոցառումներ, սեմինարներ։ Վերջերս դպրոցի
դպրոցի աշխարհագրության, քիմիայի, կենսաբանության, ինֆորմատիկայի եւ ֆիզիկայի լաբորատորիաները համալրվել են նորագույն գույքով եւ տեխնիկական միջոցներով։ Դպրոցի աշակերտներն ունեն բազմաթիվ հաջողություններ սպորտում, մշակույթի ոլորտում եւ առարկայական օլիմպիադաներում։ Դպրոցի առաքելությունը սովորողի հաջողությունն է։ Այսօր դուք դասաժամ ունեք, չէ՞ հիմա։ Այո։ Ինչ եք պլանավորել անել, ինչ թեմա է։ Այսօր մեզ մոտ նախագծային աշխատանք է, որը իր ձևաչափով եւ գնահատման մեթոդաբանությամբ տարբերվում է սովորական դասից։ Նախագիծ իրականացրել ենք համատեղ քիմիայի ուսուցչուհու Ընկեր Օհանյանի հետ միասին։ Նախագիծը կոչվում է Ջուրը եւ կյանքը եւ քիմիա։ Շատ հետաքրքիր է, կարող եմ չէ՞ միանալ դասին։ Իհարկե, սիրով։ Մեր կյանքի հիմնական մասը մենք անցկացնում ենք դպրոցում, սակայն այնտեղ ոչ միայն ստանում ենք կրթություն, այլ նաև ստանում ենք որոշ քանակությամբ ուրիշ ոլորտի գիտելիքներ։ Դպրոցը ինձ համար այն վայրն է, որտեղ ոչ միայն ես սովորում եմ առարկաներ, ես ձեռք եմ բերում թե նորանոր գիտելիքներ եւ կյանքի փորձ։ Դպրոցի իմ երկրորդ տունն է, որտեղ ես անցկացնում եմ կյանքի ամենակարևոր տարիները եւ դպրոցում եմ ես պատրաստվում կյանքին որպես պատասխանատու մարդ։ Ամեն մարդ սոցիումում ձևավորվելուց առաջ դպրոց է անցնում։ Դպրոցը դա գիտելիքի մի հաստատության վայր է, որտեղ երեխաները, պատանիները կարողանում են ստանալ կրթությունը, զարգանալ եւ ձեռք բերել նոր ընկերների։ Բարև ձեզ։ Նստեք։ Բարև ձեզ։ Սիրելի աշակերտներ, մենք այսօր հյուր ունենք։ Մեզ հյուրընկալվել է սովորել հաղորդաշարից Սուսինան։ Այսօր ներկա կլինի ձեր նախագծային աշխատանքին։ Հուսով եմ հավուր պատշաճի կներկայացնեք նախագծային աշխատանքը։ Հաջողություններ ձեզ։ Շնորհակալություն, ես էլ եմ ձեզ հաջողություն մաղթում։ Մինչ աշակերտները կներկայացնեն իրենց խմբային աշխատանքը կատարված նախագծի ընթացքում, ես եւս մեկ անգամ հիշեցնեմ մեր նախագծի նպատակը։ Նախ առաջին հերթին բարձրացնել իրազեկվածությունը ջրի, որպես վերականգնող եւ սահմանափակ ռեսուրսի մասին, ներկայացնել ջրի կարևոր դերը, ինչպես կենսաբանական, այնպես էլ քիմիական գործընթացներում, շեշտադրելով նրա կենսական նշանակությունը եւ կիրառությունը տարբեր ոլորտներում։ Վերլուծել ջրի կառուցվածքը, կատարել փորձեր ջրի մաքրության եւ հատկությունների վերաբերյալ, իսկ վերջնարդյունքում իհարկե պետք է ներկայացնեիք տեսասահիկ ջրի պահպանման վերաբերյալ, ինչպես նաեւ պետք է ստանայինք կենդանի եւ մեռած ջուր։ Տիկին Սարգսյան, խոսենք մասնագիտության ընտրության մասին, ինչով էր պայմանավորված ուսուցչի մասնագիտությունը ընտրելը։ Ուսուցչի մասնագիտությունը ընտրել եմ դեռևս մանկապարտեզից։ Տուն էի գալիս, բակի նստարանի շարում էի տիկնիկներին ու փորձում էի նրանց ինչ-որ բաներ սովորեցնել, ու շատ տխրում էի, երբ նրանք լռում են։ Այդ խաղերը վերածվեցին երազանքի, ժամանակի ընթացքում խորացան, իսկ արդեն դպրոցական տարիների ներշնչանքի աղբյուրը եղան ուսուցիչները։ Ջուր։ Մեզանից յուրաքանչյուրն այն ամենը օգտագործելով համարում է պարզ ու մատչելի մի հեղուկ։ Այն մեզ համար այնքան սովորական է դարձել, որ չենք էլ փորձում ավելի շատ տեղեկություններ իմանալ այս հրաշք նյութի մասին։ Որքան մենք տեղեկություններ ենք իմանում այս հրաշք նյութի մասին, այնքան ավելի ու ավելի ենք զարմանում եւ ուզում ավելի շատ տեղեկություններ իմանալ։ Այսպիսով, ինչ է ջուրը։ Ջուրը կյանքի ամենակարևոր տարրերից մեկն է, որը հաճախ ընկալվում է որպես կյանքի հոմանիշ։ Այն կենսական նշանակություն ունի, կենսաբանական նշանակությունը։ Մարդու մարմնի մոտ 60%-ը կազմված է ջրից։ Ջուրը անհրաժեշտ է բջիջների կենսագործունեության նյութափոխանակության համար։ Առանց ջրի տեպի չէր ունենա օրգանիզմում նյութափոխանակություն եւ ալդասիկների հեռացումը օրգանիզմից։ Ջրին այժմ մեծ ուշադրություն է դարձում, այս զարմանահարաշ հեղուկը բացահայտվում է տարբեր կողմերով, թեև ջրի մասին որոշ պատկերացումներ որոշակի փոփոխություններ կրեցին, բայց ջուրը ընդհուպ մինչև 18-րդ դարի վերջերը համարվում էր պարզ միասնական միր։ Հարյուրամյակներով արմատավորված այդ գաղափարները ամուր մտան հետազոտողների գիտակցության մեջ եւ ոչինչ չէ կարող նրանք սասանել։ Ինչու հենց քիմիա։ Ինձ համար քիմիան գիտությունն է, որը գտնվում է բնագիտական առարկաների եւ բժշկության խաչմերուկում, ինչը քիմիան ավելի դարձնում է կիրառելի եւ բազմաբովանդակ գիտություն։ Բացի այդ, քիմիան ինձ հնարավորություն է տալիս լինել եւ վերլուծող, եւ փորձարար, եւ ստեղծագործող։
Ջրի կառուցվածքը։ Ջրի հատկությունները ու առանձնահատկությունները ուսումնասիրելիս մենք հասկացանք, որ նրա կառուցվածքը ուսումնասիրելիս մենք պետք է սկսենք նրա մոլեկուլից։ Ջրի մոլեկուլը բոլոր 3 ատոմանի մոլեկուլներից ամենափոքրն է։ Այն կազմված է 1 ատոմ սպասից եւ 2 ատոմ ջրածնից։ Ջուրը հայտնի է իր ամենաբարձր ջերմունակությամբ, եւ ջուրը երբ հեղուկ վիճակին ծածկում է պնդի, նրա խտությունը մեծանում է, ինչպես 0 աստիճան Ցելսիուսից դեպի 4 աստիճան Ցելսիուս անցնելիս նրա խտությունը նույնպես մեծանում է։ Նրա խտությունը փոքրանում է միայն այն ժամանակ, երբ նրա ջերմությունը բարձրանում է։ Ձեր ուսանողական տարիներից կպոտմեք։ 2005 թվականին ընդունվել եմ Երևանի պետական մանկավարժական համալսարանի կենսաբանություն, քիմիա եւ աշխարհագրություն ֆակուլտետի բնապահպանություն բաժինը անվճար հիմունքներով, այնուհետև շարունակել մագիստրատուրան քիմիա մասնագիտությամբ, իդեպ համալսարանը ավարտել եմ գերազանցությամբ։ Ջուրը դոլոշիանալով բարձրանում է վեր եւ քամու տատոզակտերի տեստությամբ բարձրանում է հատարելով ահռելի բարձրությունները։ Իհարկե մենք չենք կարող տեսնել, թե ինչպես են ջրային կաթիլները բարձրանում, որովհետև դրանք թափանցիկ է եւ անտեսանելի։ Հեղուկ ջրի մեջ թաքնված պրոբլեմները եւ հանելուկները որոշ չափով պայմանավորված են ջրի անսովոր հատկություններով։ Պարզվում է, որ սովորական ջրով պատրաստված շինանյութերը, գիպսը, ցեմենտը, ալեբաստրը եւ այլն ունեն ավելի մեծ ամրություն, քան սովորական ջրով պատրաստվածը։ Չնայած աղտոտման սպառնալիքին ջուրը համարվում է մեծ խորհրդանիշ գրականության եւ մշակույթի մեջ։ Այն խորհրդանիշում է մաքրությունը, վերածնունդը եւ կյանքի մաքրության խորհուրդը։ Գրականության մեջ ջուրը հանդես է գալիս տարբեր կերպարներով, օրինակ Հոմերոսի ստեղծագործությունների մեջ ջրային ճանապարհորդությունները մեծ մարտահրավեր են եւ հոգեվոր աճի հնարավորություն։ Մենք պետք է լավ վերաբերվենք ջրին եւ այն թե ինչպես կվերաբերվենք մենք ջրին կազդի ոչ միայն մեր վրա, այլ նաեւ մեր սերունդների ժառանգության վրա։ Հիշում եք ձեր առաջին մուտքը դասարան, լարված էիք, լարված չէիք, պատրաստ էիք հոգեպես, այդ ժամանակ զգացիք, որ ճիշտ ընտրություն եք արել, թե դեռ ժամանակ կա ավելի հմտանալու։ Ես արդեն պատրաստ էի դասարան մտնելու, որպես այդպեսին լարվածություն կամ ինչ-որ անհանգստություն չկար, ու երբ մտնում ես դասարան ու զգում ես ինչքան կարևոր է աշակերտների համար, հասկանում ես, որ ոչ մի մասնագիտություն հնարավոր չէ փոխել ուսուցչի մասնագիտությամբ։ Հարավարևելյան Ասիա Արամինաորիզմ սպական։ Արդեն մի քանի տարի է գիտնականներն աշխատում են հզոր բակտերիոլոգիական զենքի պատրաստման վրա։ Քննարկումներից մեկի ժամանակ քննարկում են այն հատկությունները, որը պետք է օգնեն կրիան զենքում։ Քննարկման ժամանակ միայն օգտագործում են ջուր։ Քննարկումը անսպասելի ընթացվում է, հետաքննությունը մտնում է փակուղի։ Բոլորին տանում են հիվանդանոց, հոսպիտալ, սուր սննդային վարակի սիմպտոմներով։ Հետաքննությունը մտնում է փակուղի, հենց հաշվետվության մեջ էլ գրում են։ Թունավորման պատճառ է դարձել սովորական ջուրը, H2O։ Ջուրը կարող է դասակարգվել տարբեր հատկանիշներով, ըստ ծագման լինում է բնական եւ արհեստական ջրեր։ Բնական ջրերից է օրինակ հանքային ջուրը, որը մեծ քանակությամբ հանքային նյութեր է պարունակում։ Արհեստական ջրերից է ֆիլտրված ջուրը, որը տեղի է ունենում ֆիլտրացիայի միջոցով, ըստ քիմիական վիճակի լինում է թթվային, հիմնային, աղի, քաղցր եւ ալկալային ջրեր, ըստ ֆիզիկական վիճակի լինում է 3 տեսակի՝ պինդ, հեղուկ եւ գազային, ամենատարածված տեսակը դա հեղուկ վիճակն է։ Էլեկտրոակտիվացված ջուր ստացվում է էլեկտրոնի զով կենդանի եւ հեռաց ջրի տեսքով։ Կենդանի ջուրը խթանում է մարսողությունը, հակաօքսիդանտ ազդեցություն ունի։ Մեռած ջուրը բորբոսացման, վիրուսացման նշանակություն ունի օրգանիզմի համար։ Օզոնացված ջուր հարուստ է օզոնով, O3-ով, որը ունի արտահանիչ նշանակություն օրգանիզմի համար։ Այն օգտագործում են վնասվածքների մաշկի համար։ Ամբողջ աշխարհում բնակչության 40%-ը տառապում է սակավաջրությամբ, որը 80-ից 90 երկիրն է։ 1 միլիարդից ավելը ունի խմելու ջուր, իսկ 2.5 միլիարդից ավելը ունի որակյալ խմելու ջուր։ Հայաստանին նույնպես դա կվերաբերվի։ Գիտնականների կարծիքով 3-րդ հազարամյակում արդեն մարդիկ այդպես էլ չեն իմանա աղտորի ջրի համը։ Հայաստանը հայտնի է ջրի համով, քանի որ դա աշխարհի ամենալավ ջրերից մեկն է։ Բայց մենք պետք է օգտագործենք ջուրը խնայողաբար, պահոստավորենք եւ Հայաստանը չի շրջանցի այդ խնդիրը։ Քաղցրահամ ջուրը զբաղեցնում է մոտավորապես ամբողջ ջրի 3%-ը։ Դա գալիս է աղբյուրների չարաշահումից եւ չարդյունավետ օգտագործումից։ Էկո համակարգերի
փոփոխություն, օրինակ Սևանի կենդանական եւ բուսական աշխարհի փոփոխությունը, կլիմայի փոփոխություն։ Մարդը առանց կրթության չի կարող, քանի որ ապագայում նրան մեծ փորձություններ է սպասվում, ոչ միայն ապրուստի միջոցով, այլ նաեւ կրթական ոլորտում։ Կրթության շնորհիվ ես կարողանում եմ ինքնակրթվել եւ կրթվել։ Կրթությունը կարևոր բան է մարդու համար, որը առանց կրթության մարդ չի կարող գրեթե գոյատևել։ Կարելի ասել կրթությունը դա ոնց որ հիմքն է մեր ապագա կյանքի։ Յուրաքանչյուր մարդ պետք է ունենա ամենաքիչը տարական գիտելիք, որպեսզի հասկանա, թե ինչ է պետք նրան այս կյանքից։ Տիկին Սարգսյան, իսկ քանի տարվա մանկավարժության փորձ ունեք, ինչպես են այդ տարիները անցել ձեզ համար։ Արդեն ունեմ 16 տարվա աշխատանքային փորձ, 8 տարի աշխատել եմ Հրազդանի համար 1 ավագ դպրոցում որպես դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ, իսկ 2017 թվականի սեպտեմբերի 1-ից աշխատում եմ այս դպրոցում որպես տնօրենի ուսումնական գծով տեղակալ եւ այս տարի նաեւ քիմիայի ուսուցիչ։ Շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, իսկ մենք Արմանի հետ կշարունակենք փորձը ստանալ կենդանի եւ մեռած ջուր։ Սուսինա, կարող ես մեզ միանել։ Այ մեծ սիրով։ Մենք լաբորատոր պայմաններում կարող ենք ստանալ մեռած եւ կենդանի ջուր, ձախ փորձանքում կկտակվի կաթոդային ջուր, իսկ աճում անոդային, կաթոդային ջուրը նույն կենդանի ջուրն է, իսկ անոդային ջուրը մեռած ջուրը։ Մենք պետք է լցնենք հավասար քանակությամբ ջուր։ Ես էլ կարող եմ մասնակցել։ Իհարկե։ Ես դեսա դուք պահեք, ես էլ ձեր գործիքը վերցնեմ։ Կարողպես պետքա նկարեք։ Այ մի քիչ, ահա։ Ինչեւ որտեղ եմ լցնում։ Մոտավորապես 10-ից 2 մոտ։ Շևի հերիքի, ասա, հերիքի։ Շնորհակալություն։ Դա տվեք ինձ։ Հետո պետք է միացնել։ Ինչ process է այս պահին լինելու։ Կուտակվելու է այստեղ կենդանի ջուր, իսկ այստեղ մեռած ջուր, հետո մենք տեսնելու ենք նրանց փոփոխությունները գույների առումով եւ նաեւ բաղադրության, կենդանի ջուրը մոտավորապես խմելու ջրի նման է լինելու եւ օգտակար է խմելու համար, բայց նրանք պետք է պահպանենք մուգ միջավայրներում, նրանք կարող խմենք մոտավորապես 1-ից 2 օր, իսկ հետո իր էֆեկտը չի ունենա։ Իսկ մեռած ջուրը հիմնականում տարբեր վերքերի ախտահամա եւ ախտորոշիչ հատկություններ ունի։ Այսինքն հոսանք է, չէ՞ միացրել, ճիշտ եմ, հոսանքով կարելի ջրին սպանել, չակերտավոր ասած։ Հա։ Հասկանալի։ Ուսուցիչ լինելը այսօր ինչպիսի հմտություններ ու կարողություններ է պահանջում, արդյոք տարբերվում է 10, 20, 30 տարի առաջ ուսուցչի առջև դրված պահանջներից։ Այո, իհարկե տարբերվում է, չնայած բոլոր դժվարություններին դու մասնակից ես դառնում, ներգրաված ես սերունդների ձևավորման գործին, փորձում ես մասնակից լինել նրանց հաջողությունների։ Այո, դպրոցում հիմա դասավանդել իրենից բավականին դժվարություններ ներկայացնում է, որովհետև տեխնոլոգիական առաջընթացը, նոր կրթական ծրագրերն ու գնահատման մեթոդաբանությունը նպաստում է, որ ուսուցումը դուրս գա ավանդականի շրջանակներից եւ դառնա ավելի դինամիկ եւ գործնական։ Ես մեկ հարց ունեմ, իսկ ինչու պետք է խմելու ջրի pH-ը լինի ըստ ցուցանիշի, այսինքն 7-ը եթե կանաչից է սկսվում, 7 ու ավելի բարձր։ Այսինքն այստեղ ավելի շատ Արմանը երևի պատասխանի, Արման պատասխանի։ Դեռ արդեն 6-ից սկսում է դառնալ խմելու ջրի պես, իսկ կենդանի ջուրը, քանի որ մենք կարող ենք խմել, բայց ոչ երկար ժամանակ, փորձի միջոցով հաստատում ենք նրա բաղադրությունը։ Իսկ մեռած ջուրը ալկալային ջուր է, այնտեղ կուտակվում է մեռած ջուր եւ լինում է գույնի փոփոխություն։ Այնուհետեւ Այսինքն որ իոններն են ավելի շատ։ OH, pH։ OH։ Դա հիմնային միջավայրի դեպքում, իսկ թթու միջավայրի դեպքում H իոնները։ Բանաձևը կա։ Բանաձև։ Եթե օրինակ խանութում դրված այդ խմելու ջուրը երկար ժամանակ մի ամիս օրինակ դրված է սառնարանում,
Դա արդեն դառնում է ԽՄ կենթանի ջուր, թե մեռած ջուր, եթե ջուրը չի օգտագործում ինքը ստատիկ վիճակում։ Օդի հետ չի շփվում եւ փակե, ապա կենթանի ջուրը։ Շատ լավ։ Շատ հետաքրքիր առարկա է, միևնույն ժամանակ ամեն աշակերտ չէ, որին ձգում է կամ որոնք ավելի հեշտ ու դյուրին են հասկանում առարկան։ Դուք ինչպես եք աշխատում երեխաների հետ։ Այն, որ ուզում եմ աշակերտներիս հետաքրքրի առարկան, ինձ մղում է ավելի շատ հասկանալու նրանց հետաքրքրությունները, դասապրոցեսը նրանց համար ավելի հասանելի դարձնելու։ Իսկ աշակերտները, երբ որ տեսնում են մի ռեակցիա, գունափոխություն, ինչ որ անսպասելի երևույթ, հետաքրքրություն եւ սեր առաջանում է առարկայի նկատմամբ։ Նկատեցի, որ դասի ընթացքում ավելի շատ խոսում են երեխաները եւ իրենց նախագծային աշխատանքներն էին ներկայացնում, դա հենց այդպես էլ պետք է լինի։ Այո, նախագծային աշխատանքը դա դասապրոցեսի արժեքավոր եւ կարեւոր գործիքներից մեկն է, որը խթանում է սովորողների ինքնուրույնությանը, համագործակցությանը, ինչպես նաեւ ձևավորում է նրանց մոտ սեփական ուժերի նկատմամբ վստահություն։ Այո, նախագծային աշխատանքը իր մեթոդաբանությամբ տարբերվում է եւ աշակերտներն արդեն գիտեն, իհարկե այս աշխատանքի համար պետք է գնահատվեն, բայց գնահատումը ոչ թե կատարվում է միայն այն ներկայացումով, որով իրենք ներկայացրեցին նախագծային աշխատանքը, այլ ամբողջ գործընթացով, այսինքն պլանավորումից մինչև կատարում եւ նախագծի ներկայացում։ Եթե համեմատենք սանդղակով, ձախ կողմի թուղթը 7-8 չափանիշ է, իսկ աջ կողմի թուղթը 6-5։ Շնորհակալ եմ փորձի համար, հետաքրքիր էր, ինչպես նաև ուսուցողական, դες նույնպես շնորհակալություն թե դասի համար, նաև դասարանի շնորհակալություն, հետաքրքիր նախագծային աշխատանքի համար, կհանդիպենք։ Հաջողություն։ Հաջող։ Ուսուցիչը մեծ դեր է խաղում մեր կյանքում, մեզ տարբեր փորձություններից է փորձում տարբեր խորհուրդներով հետ պահի փորձի օգնի ու ոչ միայն համ գիտելիք է մեզ տալիս, համ էլ տարբեր կյանքի տարբեր փորձություններում մեզ օգնում է։ Ինձ համար ուսուցիչը այն էակն է, ում շնորհիվ ես կարողանում եմ ձեռք բերել նոր գիտելիքներ եւ կարողանում եմ բացահայտել թե ինձ շրջապատող աշխարհը։ Ուսուցիչը այն մարդն է ինձ համար, ով հավատում է իմ ուժերին նույնիսկ այն ժամանակ, երբ որ ես ինքս ինձ չեմ հավատում։ Նա մեզի ճանապարհ է ցույց տալիս, որով մենք պետք է շարժվենք եւ դուրս գանք այդ ճանապարհից, այսպես ասած, երբ ճանապարհից դուրս են գալի, նա մեզ նորից վերադարձում է ճանապարհի վրա։ Եվ այդ ամենը տեղի ունենում դպրոցում։ Ուսուցիչը դա ինձ համար գիտելիքի գրողն է, ով փոքր ժամանակվանից մեզ սովորացնում է ոչ միայն առարկաներ, այլ մեզ դաստիարակում է եւ սովորացնում է հասկանալ ճշմարիտը եւ սխալը։ Տիկին Սարգսյան, ով է ձեզ համար ուսուցիչը։ Ուսուցիչը պետք է լինի ներշնչող, ուղղորդող, յուրաքանչյուր երեխայի անհատական զարգացման ուղեկից։ Ինչպես նաև ուսուցչի համար դասարանը պետք է լինի դարբնոց, իսկ աշակերտը տարերք։ Այս դեպքում նա կհաջողի եւ կհասնի հաջողության։ Հիրավի, ամենակարևոր մարդը դպրոցում ամենակենդանի օրինակ աշակերտի համար հենց ինքը ուսուցիչն է։ Մեր հաջորդ հանդիպումը գուցե լինի հենց ձեր դպրոցում։ Կհանդիպենք։